Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Ողջույն, այսօր երկուշաբթի է եւ սպասիր ինձ հաղորդաշարն է եթերում։ Ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր գիտեն ինչի համար են դիտում մեր հաղորդաշարը։ Նրանց, ովքեր անհամբեր սպասում են սրտին դիպչող հույզերի, ովքեր ուզում են համոզվել, որ երջանկությունը իրական է, եթե քայլում ես դրան ընդառաջ, եւ նրանց, ովքեր գիտեն ինչ է սրտացավությունն ու դիմացինին անկեղծորեն կարեկցելու ունակությունը։ Իսկ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են հիմա դիտում մեզ, Եվս ողջունում ենք ու վստահեցնում, որ այսօրվանից դուք էլ դառնում եք մեր մշտական հեռուստադիտողը։ Եվ ինչու ոչ, հնարավոր է մի օր դուք էլ այս տաղավարում երջանիկ պահեր ապրեք։ Իսկապես ոչինչ բացառված չէ։ Մենք մեր նախագծի մասնակիցներից հաճախ ենք լսել, որ հեռուստացույցի առջև նստած երբևէ չեն էլ պատկերացրել, որ կարող են մի օր հեռուստադիտողից վերածվեն հայտատուի կամ մեկի, ում գտել են։ Երբեք մի ասա երբեք։ Սա տեղին արտահայտություն է, այս դեպքում եւ վերաբերում է նաեւ նրանց, ովքեր հույսը կորցրել են, որ կկարողանան գտնել իրենց հարազատին։ Մենք արգելում ենք հուսահատվել, փոխարենը ասում ենք միացեք մեզ։ Խորեն, այսօր առիթ ունեցել ես ուրախանալու որևէ բանով։ Այո։ Ինձ այսօր եղանակն է շատ ուրախացրել։ Առհասարակ ուրախությունը մարդուն ամենաանհրաժեշտ հույզերից է, բայց ամենքս ուրախության մեր աղբյուրներն ու պատճառներն ունենք։ Մեզնից յուրաքանչյուրն ուրախություն է ապրում տարբեր երևույթներից, տարբեր իրավիճակներից։ Ասեմ ավելին, մեկին շատ հեշտ է ուրախացնել, մեկ ուրիշին բավականին դժվար։ Բայց ես գիտեմ, թե ում է շատ հեշտ ուրախություն պարգևել։ Դեռ քիչ է ասել ուրախությունը, նույնիսկ երջանկություն մեր հայտատուներին։ Տեսել եք ինչպես է փոխվում նրանց դեմքի արտահայտությունը, ինչպես են փայլում նրանց աչքերը, երբ հայտնում ենք նրանց, որ գտել ենք իրենց հարազատին։ Դժվար է ասել, ով է ավելի շատ ուրախանում, երբ որոնվողը գտնվում է։ Որոնվողը մեր թիմը, թե գուցե մեր հեռուստադիտողները։ Բայց հաստատ գիտենք, որ սպասիր ինձի ջանքերի շնորհիվ տեղի ունեցած յուրաքանչյուր հանդիպում ուրախության հատուկ առիթ է բոլորիս համար։ Մենք ուզում ենք, որ դուք էլ զգաք այդ ուրախությունը։ Ուզում է նաև մեր այսօրվա հայտատուն։ Հենց հիմա լսենք, թե ում է նա փնտրում։ Քսանութ տարի առաջ Կարինե Հարությունյանը վերջին անգամ գրկեց հորը։ Ոչ մի հատուկ բառ չարտաբերվեց, ոչ մի վատ կանխազգացում չկար։ Բայց հենց այդ պահը դարձավ Կարինեի ամենաջերմ եւ միաժամանակ ամենատխուր հիշողությունը։ Այդ օրվանից հետո Կարինեն հայրիկին հանդիպելու է գնում նրա սիրելի վայրերում, բայց նա չկա, նստարաններն ու ճանապարհները դատարկ են։ Պապա սիրում էր բնությունը, մեկ գալիս է ստեղ, նարդի խաղալու։ Սիրում էր, ինքը իր գյուղը շատ է սիրում։ Հետ եմ գնում հիշողություններով, պապաս էլ է շշուտ նայում։ Իր մոր հոր նկարը նայում էր։ Մի օր էլ հիշում եմ նկար քաշինք ճղին ճղայնացա վրաներս, ասացին չեք ճղում նկարները։ Երեխա էինք, չէինք հասկանում։ Հարությունյաններն ապրում էին Մղճյան գյուղում։ Ընտանիքում 4 երեխա էին, 1 որդի, 3 դուստր։ Կարինեի հայրը, Համլետը, արհեստավոր էր, զբաղվում էր շինարարությամբ եւ հին իրերի նորոգմամբ։ Հիմնական աշխատանքից հետո երեխաների հետ գնում էր դաշտ, հող մշակելու։ Համլետը նաև մեղվի փեթակներ ուներ։ Երբ գործն ավարտում էր, սկսում էր փեթակների շուրջը պտտվել։ Դա նշանակում էր, որ արդեն տուն գնալու ժամանակն է։ Մամաս ժամերն էր հաշվում, որ ասում էր հեսա ձեր պապան գալու է տուն գործից։ Դուսը խաղալուց տենում էինք, որ պապաս ասենք ում տունը աշխատում էր, իրանք ավտոյով բերում հասցնում էին, որ տենում էինք հերս ավտոյից իջնում են, 3 հոգով վազելով գնում էինք պապայից մոտ։ Մի օր էլ հիշում եմ ընկամ, ոտս վերք եղավ։ Հերս ասում էր ոչինչ աղջիկ ջան, կմեծանաս, կմոռանաս։
Ասում են ժամը 9-ից հետո երեխեքը պետք է զարթուն չմնան։ Ասում ենք շուտ դասերից սովորենք, որ պապան գա հետը խաղանք։ Պահկովոցի ենք խաղում տան մեջ։ Խուտուտ է տալի շատ։ Այնքան էինք ծիծաղում։ Շատ կուզենայի փոքր լինեի, նորից հետ գնայի այդ տարիները։ Շատ։ Մենք ապրում ենք հորս կառուցած տանը։ Այս փողոցում ենք մեծացել, այս փողոցում ենք խաղացել, ամեն ինչը կապված է ստեղի հետ։ Այն ճանապարհին, որ ավտոները կանգնում էին, մի հատ ավտո կանգնում էր, արդեն գիտեինք, որ մեր հերն է։ Եկով ազելով եթում էինք։ Հալա չասած ընկանում էինք։ 1980-ական թվականներին գյուղում աշխատանք գտնելը բարդացավ։ Ընտանիքում ֆինանսական խնդիրներ կային։ Համլետը համագյուղացիների հետ որոշեց մեկնել Ռուսաստան արտագնաաշխատանքի։ Գործը սեզոնային էր։ Գարնանը մեկնում էր Սարատով կամ Մոսկվա։ Աշնանը վերադառնում էր Հայաստան։ Եվ այսպես 17 տարի շարունակ։ Լացում էինք, չէինք ուզում որ գնալ։ Հերս բոլորից պատճում ասում է, որ շուտ կգամ, երեխեք ջան։ Ամեն մի ամիսը մի տարի էր։ Հիմա արդեն ոնց որ մեր համար դարեր լինի։ Հայրական այդ սերը, վերաբերմունքը իա շատ նավայեղ է, շատ։ Վերջին անգամ Համլետը Սարատով մեկնեց 1997 թվականի գարնանը ու այլևս չվերադարձավ։ Սկզբում տան անդամները համոզված էին, որ նա կգա, պարզապես ուշանում է, բայց օրերը դարձան ամիսներ, ամիսները տարիներ։ Արդեն 28 տարի է Համլետ Հարությունյանի մասին հարազատներն ու ընկերները ոչ մի լուր չունեն։ Եթե կապված ես ելնում հայրիկիդ հետ, շատ դժվար անում, շատ։ Որովհետև իմ պապան շատ խորհրդավոր մարդ է, ասում է, ինչ բանը սենց արա, ինչ բանը նենց արա, անում էինք, ասելով անում էինք։ Ամեն պահերին հիշում եմ, ու իա կարիքը ունեմ, երևի շատ կապվելուց է։ Պահալ լինում, մենակ եմ լինում, մեկ ասում եմ, բա որ մեկ դուրը, ասենք, բացի ուտենամ հայրս է։ Հա, պատկերացել եմ շատ։ Ես թվում է այս հաղորդումից հետո կլինի այն, ինչ որ ես եմ երազել։ Ես հավատում եմ, որ կօգնեք ինձ հայրիկից գտնելու։ Պապ ջան, քեզ սպասում ենք։ Աստրախանի որոնողական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը «Սպասիր ինձ» նախագծին դիմել խնդրանքով գտնելու խորհրդային Հայաստանում ծնված եւ գերեվարության մեջ մահացած հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ազգականներին, որպեսզի նրանց փոխանցի հայտնաբերված փաստաթղթերը։ Ահա նրանցից մի քանիսի անունները։ Ալոյան Կակել Սլոյի, ծնված 1920 թվականին։ Մոր օրիորդական ազգանունը Քալաշյան։ Հայրը բնակվել է Ալագիաս համայնքում։ Գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 6-ին Ռոսլավլի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի սեպտեմբերի 5-ին թոքախտից։ Ուղարկավորված է Սկրոբովոյի գերեզմանատանը։ Հարությունյան Գյորգի Հակոբի, ծնված 1908 թվականին Սպիտակի շրջանում։ Մոր օրիորդական ազգանունը Վարդանյան։ Գերեվարվել է 1942 թվականի մայիսի 26-ին Խարկովի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի օգոստոսի 31-ին։ Ուղարկավորվել է Նոյբուրգսկ Դորֆի ճամբարային գերեզմանոցում։ Պատերազմից հետո աճյունը տեղափոխվել է Էլստերվերդի Պանթեոն։
Հարությունյան Խաչիկ Աբրամի կամ Աբրահամի, ծնված 1922 թվականի հունիսի 13-ին։ Ապրել է Երևան քաղաքում, Ռուսթավելի 18 հասցեում։ Մայրը Հայկանուշ Բաղդասարյան։ Գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 25-ին Նեվել քաղաքի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1944 թվականի նոյեմբերի 1-ին թոքախտով հիվանդ գերիների համար նախատեսված լազարեթում։ Ուղարկավորված է Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարի գերեզմանատանը։ Ասլիյան Ազատ Լևոնի, ծնված 1921 թվականի մարտի 19-ին Էջմիածնի շրջանում։ Մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ։ Մայրը Ասլիյան Ֆիդա կամ Ֆիդան Հարությունի։ Մտերիմ ազգականները բնակվել են Լենինական քաղաքում, Կիրպիչնայա 19 հասցեում։ Զորակոչվել է 1941 թվականի հունիսի 8-ին։ Գերեվարվել է 1942 թվականի ապրիլի 16-ին Լիպսկ քաղաքի մատույցներում։ Անհետ կորած է համարվել 1941 թվականի դեկտեմբերից։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի հունիսի 11-ին։ Բորյան Սալիբեկ կամ Զալիբեկ Արտյոմի, ծնված 1922 թվականին Կրասնոսելսկի շրջանի Ճամբարակ գյուղում։ Գերեվարվել է 1942 թվականի հուլիսի 28-ին։ Մահացել է գերության մեջ 1942 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ուղարկավորված է Լամսդորֆի գերեզմանատանը։ Ուսանողական տարիները մարդու կյանքի ամենահիշվող շրջաններից են, եւ դրանք այն տարիներն են, երբ ոչ միայն սովորում ես եւ դառնում ինքնուրույն, այլև ձեռք ես բերում ընկերներ, ոմանց ամբողջ կյանքի համար։ Ընկերների հետ անցնում ենք լուրջ փորձությունների միջով, կիսվում ենք ամենանվիրական երազանքներով եւ ապագայի ծրագրերով։ Հենց այդ տարիքում ես սկսում հասկանալ ինչ ես ուզում ստանալ այս կյանքից ու որքան կարևոր է, որ կողքիդ լինեն իսկապես հավատարիմ ընկերներ, որոնց հետ օր-օրի ստեղծում եք հիշողություններ ապագայի համար։ Նման ընկերները դառնում են մեր կյանքի պատմության մի մասը, անգամ եթե ճանապարհները բաժանել են մեզ իրարից։ Մեր խմբագրություն վերջերս նամակ է ուղարկել Սամվել Եփրեմյանը։ Ահա նրա հայտը։ Սամվել Եփրեմյանը որոնում է իր ընկերոջը Վլադիմիր Վասիլի Պլեխանովին։ 1979-ից 1983 թվականներին նրանք միասին սովորել են Ուֆա քաղաքի գյուղատնտեսական ինստիտուտում։ Վլադիմիրը բնակվում էր Ստերլիտամակի շրջանի Պոկրովկա գյուղում։ Ուսումն ավարտելուց հետո Սամվելը վերադարձավ Հայաստան։ Մոտ 1 տարի նա ընկերոջ հետ նամակագրական եւ հեռախոսային կապ էր պաշտպանում։ Հետո այն ընդհատվեց։ Սամվելը կարծում է, որ Վլադիմիրը փոխել է բնակության վայրը։ Նա դիմել է «Սպասիր ինձ» հաղորդաշարին հույսով, որ կգտնի իր ընկերոջը ու նրան Հայաստան կհրավիրի։ Սամվելը ամենևին վերջերս չէ, որ հիշել է Վլադիմիրին։ Նա երկար տարիներ սեփական ուժերով փորձել է գտնել նրան, սակայն ապարդյուն։ Վերջապես որոշում է կայացրել դիմել «Սպասիր ինձ» նախագծին, եւ որպեսզի նրանց ընկերության մասին ավելին իմանանք, Սամվելին այսօր մեր տաղավար ենք հրավիրել։ Համեցեք։ Ձեզ համեցեք, տեղավորվեք։ Բարի երկո, շնորհակալ ենք, որ միացաք մեր զրույցին։ Մենք պետք է խնդրենք, որ ինքներդ պատմեք ձեր պատմությունը եւ թե ում եք փնտրում։ Բարև ձեզ, շատ հաճելի է։ Սամվելն է։ Ճիշտ ասած, այս զարգացած դարում իրար կորցնել, եթե ոչ պատերազմ է, ոչ գաղթ, մի քիչ անհավանական է, բայց մեր մոտ է ստացվեց։ Դու ես ընկերս։ 2005 թվականի, եթե չեմ սխալվում, գնացել էի Մոսկվա աշխատանքների։ Հետո հիշեցի եւ ինձ ծանր թվաց։ Պաստորեն միշտ մտածել եմ, բայց մինչև 2005 թվականը չեմ փնտրել։ Մոսկվայից հարցում կատարեցի այն հասցեի վրա, որտեղ ես իրեն թողել եմ վերջի անգամ։ Լրիվ ճիշտ հասցեով, շրջանով, բայց ինձ պատասխանեցին, որ ինքը տեղափոխվել է։ Դե բնական է, որ ուրիշի հասցե չէի տա ինձ։ Ես չկարողացա վերցնել։ Պաստորեն մեզ շատ է փնտրել։ Կզարմանա, երբ տեսնի մեզ։ Հենց այդ ժամանակ Մոսկվայում ես դիմեցի ձեր օգնությանը խնդրանքով, որ հնարավորության դեպքում
օգնեք ինձ։ Այսօր ձեր ցանկությունն է ձեր ընկերոջը հանդիպել, շփվել։ Հիմա հետ գնանք տարիներ առաջ, մի քանի տասնամյակ առաջ, երբ նոր եք ծանոթացել։ Կհիշեք ձեր առաջին հանդիպումն ու ծանոթությունը Վլադիմիրի հետ։ Ինչի՞ չէի միշի։ Սամվել ուր են քո սև փարթամ մազերը։ Սենյակում 5 ուսանող էր ապրում։ Հանրակացարանում։ Մեկը բաշկիր, մեկը մարիեց, մեկը թաթար, մեկը ռուս, ես էլ հայ։ Հիմից ես նայում եմ ես բոլորին, ասում սրանց միջից ոչ թե ուզում լավը ջոգեմ, ուղղակի այն որ եւ ճիշտ ասած ռուսերենն են չէր որ գիտեի, բայց դե մենք ես հայկական դպրոց եմ ավարտել, մի քիչ դժվարությամբ մտածեցի որ Վալոջային կընտրեմ, որ իր հետ ավելի հանգիստ կլինի ռուսերենը սովորել, որ հասցնել եւ չսխալվեցի։ Մեր ծանոթությունը հենց այդպես էլ կայացել է։ Դրանից հետո հետագան շատ մաքուր ազնիվ ընկերություն, սեր, մի խոսքով։ Սամվել, սովորաբար լավագույն ընկերները միշտ հետաքրքիր, գուցե զվարճալի պատմություններ են ունենում, որոնք անգամ տարիներ անց հիշում են։ Կհիշեք ձեր ուսանողական տարիներից որևէ նման մի դրվագ։ Կհիշենք, ինչի չենք հիշի։ Մի անգամ երկուսով գնում էինք տրամվայով։ Հետևի մասով կանգնած էինք, խելոք ուսանող ենք մեր համար։ Գնում ենք, որ գնանք իրանց գյուղ։ Մի քաղաքացի երևի խմած էր, հարբած էր։ Անմիջապես վարորդի թևից քաշում էր, ես չգիտեմ ինչ էր եղել, մենք հեռուց էինք դիտում։ Ասում եմ, Վալոջա, ես դու ինքս նայում եմ, այդքան էլ փոքր չի, բայց ոչ էլ վախենալու էր։ Ասում եմ, ես չգիտեմ ինչ կլինի, բայց եթե հանկարծ նեղվեմ, կօգնես, գործ չունես, մի գնա։ Շատ խաղաղասեր, հանգիստ տղա է ինքը, չի ասի պետք է գնամ։ Դե լավ որ գնում ես, ես էլ եմ գալիս։ Գնացել եմ, նու թևից վերցեմ, կարևոր չի ինչ եմ արել, բան մեքենայից դուրս եմ գցե, դուրս ենք եկե, ասում Սամվել, ասում շատ լավ անցավ, բայց որ հանգարտ կռվեր, դասիկ կռվեինք, բայց որ կամ բռնեին, բռնեին, տեսել, սկսեցինք ծիծաղալով, մեր շարունակել ուրախ տրամադրությամբ այն բանից հետո, երբ որ քո նպատակը ինչ-որ մենք չէինք դրել, բայց ստացվեց, մի լավ գործ, թեկուզ փոքր։ Ինչ գիտեք Վլադիմիրի մասին, որտեղից էր նա, արդյոք ծանոթ եք նրա ընտանիքին։ Ես մենակ գիտեմ, թող Աստված ողորման նրա հորն ու մորը, ոսկի մարդիկ էին։ Դյաձ Վասյան, Ջոզ Լյուբան։ Այսքան տարի անց հիշում է ծնողներիս։ Ես որ գնում էի, չի ուզում գայի։ Նրանց տանը կարծեմ նույնիսկ ապրել եք, չէ՞։ Իրանց տանը ես ապրել եմ։ Այդ ընտանիք էր, այդ սեր էր, այդ միասնություն էր, որ փոքրի ասածը մեծի համար էր օրենք, մեծի ասածը փոքրի համար։ Ինչ հիշողություններ արթնացրեց։ Շատ հուզիչ է։ Կարծեմ ուսումն ավարտելուց հետո կապ պահել եք մի քանի տարի, նամակներ եք գրել։ Եղել է սկզբում, բայց երկրաշարժից հետո ես մանավանդ որ մոտիկ կորուստներ ունեինք, հետո պատերազմ մի կողմից չէի անհանգստանում, մի քանի կողմից էի անհանգստանում, դրա համար կապը կտրվեց, հետո որ Խոսքեր չունեմ։ Սամվել, դուք ասացիք, որ Վլադիմիրը բնակվում էր Պոկրովկա գյուղում, ճիշտ է։ Պոկրովկա գյուղում։ Մեր թղթակիցը մեկնել է Ստերլի տամակի շրջանի Պոկրովկա գյուղ եւ այնտեղից տեսանյութ է պատրաստել, որ հենց հիմա կարող ենք դիտել միասին։ Ես Պլեխանով Վլադիմիր Վասիլևիչն եմ։ 1979 թվականին Վլադիմիր Պլեխանովն ընդունվեց Բաշկիրիայի Ագրարային համալսարանի գյուղատնտեսության մեխանիզացիայի ֆակուլտետ։ Հոկտեմբերի 1-ին նա տեղափոխվեց ուսանողների համար նախատեսված հանրակացարան։ Հենց այդտեղ նա առաջին անգամ հանդիպեց Սամվել Եփրեմյանին։ Վոլոդյա միանգամից նկատեց, որ Սամվելը ռուսաց լեզվին լավ չի տիրապետում։ Նույնիսկ առօրյա շփման ժամանակ հայերեն ռուսերեն բառարանից է օգտվում։
Նա որոշեց օգնել Սամվելին բարելավել նրա ռուսերենի մակարդակը, եւ այսպես նրանք մտերմացան։ Բարի էր, բայց նաև մի քիչ փշոտ բնավորությամբ։ Երբեմն կարող էր եւ վիճել։ Բայց բարեսիրտ էր։ Սամվելը Բաշկիրայում Վոլոդյայից բացի այլ մտերիմներ չուներ։ Համալսարանական պրակտիկայի ժամանակ Սամվելը սովորելուն զուգահեռ պետք է նաև աշխատեր։ Վոլոդյան նրան հրավիրեց իրենց տուն, Պոկրովկա գյուղ, միասին ապրելու եւ աշխատելու։ Սամվելը համաձայնեց։ Քանի որ նա մեխանիկ էր, նրան տը 40 տրակտոր տվեցին եւ նա գարնանն սկսեց դաշտային աշխատանքներ։ Կարծեմ նաև տրանսպորտի հետ գործ ուներ։ Ինձ պատմում էր Սևանա լճի մասին։ Պատմում էր, թե ինչ գեղեցիկ սարեր ու վայրեր ունեն։ 1984 թվականին Սամվելը կիսաթողեց ուսումն ու վերադարձավ Հայաստան։ Որոշ ժամանակ անց նա Վոլոդյային նամակ գրեց, հայտնեց, որ Մոսկվայում է, խնդրեց զանգահարել։ Փոստ անելու ճանապարհին Վոլոդյան կորցրեց այդ նամակը եւ ընկերոջ ծննդյան օրվա շնորհավորանքն ուղարկեց նրա հայաստանյան հասցեին։ Օգոստոսի 1-ին նրա ծննդյան օրն էր։ Ես փոստ գնացի։ Իդեպ փոստի վարիչը նույնպես լավ ճանաչում էր Սամվելին։ Խնդրեցի գեղեցիկ շնորհավորական բացիկ ուղարկել Սամվելին։ Հարցրեցի տեղ կհասնի։ Ասաց կհասնի։ Շատ գեղեցիկ բացիկ գտանք։ Շնորհավորանք գրեցի, այսօրվա պես հիշում եմ, նամականիշներ փակցրեցինք։ Ուղարկեցինք, բայց պատասխան ցավոք չստացա։ Ընկերների կապը խզվեց, նրանք այդպես էլ չկարողացան հանդիպել։ 2025 թվականին «Սպասիր ինձ» հաղորդաշարի կայքում Վոլոդյան պատահմամբ տեսավ Սամվելի լուսանկարն ու իմացավ, որ ընկերն իրեն է փնտրում։ Ուրախացա, որ այսքան տարվա լռությունից հետո կկարողանանք հանդիպել։ Խոսել, հիշել երիտասարդությունը։ Կուզեի իմանալ, թե ինչպես է դասավորվել նրա անձնական կյանքը։ Դե մենք հիմա էլ չենք աշխատում։ Կուզեի իմանալ նա ինչով է զբաղվում։ Ես նույնիսկ չգիտեմ նա հեռակա ավարտեց մեր ինստիտուտը, թե տեղափոխվել է այլ ուսումնական հաստատություն։ Կուզեի հանդիպել, շփվել։ Սամվել 40 տարուց ավելի է անցել մեր վերջին հանդիպումից։ Շատ կուզեի, որ հանդիպենք ինչպես երիտասարդ տարիքում։ Գրկենք իրար, սեղան նստենք։ Մի բաժակ խմենք, զրուցենք։ Հիշենք մեր անցած գնացածը, հին ընկերներին։ Մինչ հանդիպում։ Եվ այսպես, ինչ եք զգում։ Գիտեք ոնց Իմի կարել էր առաջի ձևով բացատրել, եթե մի քիչ երիտասարդների նկարին նայելով հիշեցիմ երիտասարդությունը, հիշեցի այն ուսանող տարիները, բայց չէ նկարին նայելով ես հիշեցի մեր մաքուր ընկերական սերը, այդ ընտանիքի ազնվությունն ու իմ հետ կապվելը, մի խոսքով այդպիսի բան հիշեցի։ Դե բնական է վերջում անպայման կհիշենք, որ երիտասարդ տարիներ էր, ինքը 40 տարի հետ բերեց իր այդ դեպքին նայելով ճիշտ իր պապայի նկարներ, որ ես շատ էի հարգում։ Եվ այսպես։ Խոսքեր չունեմ։ Խոսքեր չեմ գտնում։ Շատ է փոխվել արտակնապես ձեր ընկերը։ Շատ։ Ինքն էլ ես էլ երևի այստեղ այդքան բարակ մարդ չլինի, որ այդքան նիհար ենք եղել, չէ տարիք իրանն ասելա, իրան էլ ինձ էլ։ Ինչպես տեսնում եք, մինչև օրս ապրում է Պոկրովկա գյուղում, իդեպ եթե չեմ սխալվում, դուք նրան մի անգամ Հայաստան եք հրավիրել, չէ՞։
Ես միշտ էլ հրավիրել եմ։ Ինչու չի կարողացել գալ։ Գիտեք ոնց իրանք միշտ ընտանիքով եղել են գյուղխորհրդի նախագահ, ինժեներ, մի անգամ երեքով իրար հետ էին, երկու եղբայրը, մեկ էլ հայրը, այդ աշխատանքները տանում, այսինքն այնքան ազնիվ վստահել էր, որ գյուղը առանց մտածելու, որ ամբողջ իշխանությունը միանվագ տվել են իրենց, այդպես աշխատում են, նրանք միշտ զբաղված են եղել, ես իմ կարծիքով պատճառը դա է եղել։ Ես կարծում եմ դուք դեռ առիթ կունենաք ցույց տալ նրան Հայաստանը, երևի կռահում եք թե ինչու։ Դե բնական է, լոգիկան աշխատում է, գիտեմ, որ ինքը այստեղ կլինի, ցույց կտանք, մեզանից հասանելիքն էլ մենք անենք։ Ձեզ է շնորհակալ։ Ճիշտ եք, Սամվել, Վլադիմիրը ժամանել է Հայաստան, որ հանդիպի ձեզ հետ։ Հրավիրենք նրան այստեղ։ Վովկա, հրավիրենք։ Վլադիմիր Վասիլիևիչ։ Ողջույն։ Բարև։ Երկուսս էլ տարիների հետ բավականին գիրացել ենք, ինչպես տեսնում եք։ Ուր ենք Հոսեվ Գանգուր մազերը։ Դու ինչպես ես։ Հայրդ մահացել է։ Այո, 20 տարի առաջ։ Նստեք, կզրուցենք։ Բարի գալուստ Հայաստան, Վլադիմիր, ձեզ եւս շնորհավորում ենք, վստահ ենք դուք եք սպասել այս հանդիպմանը։ Վերջապես հանդիպումը կայացավ եւ ինչ եք զգում։ Ես ինձ զգում եմ օդի մեջ։ Ինքան շատ հաճելի պահ է, շատ հաճելի զգացմունք է։ Գիտեք ոնց, ես կցանկանայի այդ զգացմունքը հաճելի, բոլորը ապրեն, բոլորը, մեկը իր երեխայի ծննդում, մեկը հարսանիքում, բայց այդ հաճելիք է, այդ որ ես զգում եմ իմի։ Երբ տեսակ Սամվելին զարմացաք, չէ, բավականին փոխվել է, բայց այդ երիտասարդական ավյունը երկուսիդ մեջ էլ արթնացավ այդ պահին, երբ գրկախառնվեցիք, ինչ զգացիք։ Այո, երկուսս էլ տարիների հետ բավականին գիրացել ենք, ինչպես տեսնում եմ։ Կոզիկացել ենք։ Այն ժամանակ երիտասարդ էինք, լավ կազմվածքով։ Ադրենալինը եռում էր արյան մեջ, կրքոտ էինք։ Դե հիմա արդեն 7-րդ տասնամյակն ենք ապրում։ Երիտասարդությունը վաղուց անցել է։ Մի ժամանակ անընդհատ աշխատանքով էինք տարված։ Նույնիսկ մտածելու ժամանակ չկար։ Մենք գյուղատնտեսությամբ էինք զբաղվում։ Իսկ դա շուրջօրյա եւ առանց հանգստյան օրերի աշխատանք է։ Այսքան տարի անց արդեն կյանքի 7-րդ տասնամյակում իհարկե ցանկալի էր հանդիպել, հիշել մեր երիտասարդությունը, շփվել։ Մենք այս տարի Բաշկիրիայի Ագրարային ինստիտուտի գյուղատնտեսության մեխանիզացիայի ֆակուլտետի շրջանավարտների հանդիպում ենք ունեցել։ Ես էլ եմ ներկա եղել հանդիպմանը։ Բոլորը գիտեն, որ Սամվելն իմ ընկերն է։ Անընդհատ հարցնում էին. «Վոլոդիա, Սամվելն ինչպես է»։ Ասում էի՝ «Չգիտեմ, ցավոք տեղեկություն չունեմ»։ Հիմա արդեն պատմելու բան կլինի։ Հիմա արդեն գիտես։ Իսկ այդ հանդիպմանը ձեր հանրակացարանի մյուս տղաներին հանդիպել եք, որովհետև պարոն Սամվելը պատմեց, որ 5 հոգով էիք, պահպանում եք կապը նրանց հետ։ Այո, ցավոք 5-ից 2-ն արդեն ողջ չեն։ Իսկ մյուսների հետ կապ կա։ Կարող ենք նույնիսկ նկարահանումից հետո զանգահարել եւ խոսել։ Մենք մի քանի հետաքրքիր դրվագ ձեր ուսանողական տարիներից լսեցինք։ Հետաքրքիր է դուք այս տարիների ընթացքում, երբ մտածում եք ձեր ընկերոջ մասին, հատկապես ինչ եք հիշում, մի օր, մի պատմություն, մի իրադարձություն, որ շատ վառ տպավորվել է ձեր հիշողության մեջ։ Դե զվարճալի թեթևուր պատմություններ շատ են եղել։ Ահա, այստեղ դահլիճում ներկա է կինս, Տատյանան։ Բարի երեկո։ 1983 թվականին մեր հարսանիքն էր։ Շատ անձրևոտաշուն էր։ Նա մեր գյուղից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղից է։ Հարսնացուի բարեկամները Կուբան ավտոբուսով էին եկել։ Մոտ 25 հոգով։ Դե սեղան նստեցինք, սովորական հարսանիք։ Ճիշտ է, գործը ծեծկրտուկի չհասավ, բայց մնացած ամեն բան նորմալ էր։ Ավտոբուսի վարորդը չգիտես ինչու տան շուրջը պտտվեց ավտոբուսով, հետո ներս եկավ եւ ուրախացրեց։
Շարժիչը փչացել էր։ Բարեկամներին հետ տանել չէր կարող։ Սամվելը կոլտնտեսությունում տրակտոր էր վարում։ Ասացի Սամվել, ավտոբուսը կկարողանանք տեղից շարժել։ Ասաց իհարկե, եղածն 8 կիլոմետր է։ Բայց դե արդեն խմել էր։ Հարսանիքն ընթացքի մեջ էր։ Ես եւ կինս նստած էինք անկյունում։ Հայրս մոտենում է Սամվելին եւ ասում. Սամվել, դու էլ մի խմիր։ Արդեն արփած ես։ Հիմիկվա պես հիշում եմ։ Աչքերին նայելով ասաց. Վայսյա հոր եղբայր։ Ով է արփած։ Ես եմ արփած։ Ես խմած եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Երեկոյան տրակտորը բերեց։ Պարանով կապեցինք եւ ավտոբուսը քաշելով տարավ հարևան գյուղ։ Հիշում ես։ Իհարկե հիշում եմ։ Հրաշալի է, ձեր տիկնոջն էլ խոսք տանք։ Խնդրում եմ պատմեք մեզ, թե ինչ տեղի ունեցավ ձեր տանը, երբ զանգ ստացաք Սպասիր ինձ հաղորդաշարի խմբագրությունից եւ պարզ դարձավ, որ գտնվել է ձեր ընկերը։ Նա շատ էր սպասում հանդիպման։ Ես եւս շատ էի կարոտել։ Ես տեղը չէի գտնում։ Ամեն վարքյան ասում էր, երբ են զանգահարելու, որ մեկն ենք։ Շատ հուզված էր։ Ինչ էլ անում էի, միայն այս հանդիպման մասին էի մտածում։ Արդեն խելագարվում էի։ Ուզում էի շուտ կայանա հանդիպումը։ Հրաշալի է։ Կեցցեք, որ գտակ։ Կեցցեք։ Շնորհակալություն։ Հիմա հետաքրքիր է իմանալ ինչ պլաններ ունեք։ Մոտակա օրերը ձեր ընկերները լինելու են Հայաստանում, ինչ եք անելու, ուր եք գնալու։ Աստված գիտի, մենք չգիտենք ինչ կորոշենք էլ, ոնց կլինի։ Դրա համար էլ տեսնենք էլ, առաջի զրույցից հետո կորոշենք։ Բնական է, ես որպես հայ, ես որպես հայրենասեր, գիտեմ ինչ տեղեր պետք է գնալ, մեր ամեն ինչն է պարծենալու։ Ես ուրախ եմ, որ իրանք էլ կտեսնեն այդ։ Սամվել, ձեզ բարի ժամանց, լավ ժամանակ անցկացնեք իրար հետ եւ ոնց հասկանում եմ առաջի անգամ են նրանք Հայաստանում, այնպես որ մի լավ մեր Հայաստանը ցույց տաք եւ հյուրասիրեք նրանց ինչպես բոլորս։ Շնորհակալ ենք բոլորիդ, որ այսօր մեր տաղավարում գտնվեցիք, ձեզ հաջողություն եւ առողջություն։ Արտահայտություն կա, կարծում եմ բոլորը գիտեն, ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու։ Իսկապես մարդու շրջապատը շատ բան է պատմում նրա մասին։ Եվ այսօր մենք եւս մեկ անգամ համոզվեցինք դրանում։ Իհարկե լավ առումով։ Սկզբում ասացինք, որ ընկերները երիտասարդ տարիներից հիշողություններ են կուտակում ապագայի համար։ Հիմա Սամվելն ու Վլադիմիրը ոչ միայն տակնու վրա կանեն ամենահաճելի հիշողությունները, այլև այսօրվանից կստեղծեն նորերը։ Վստահաբար առջևում նրանց շատ հաճելի պահեր են սպասում։ Իսկ եթե ձեզ էլ հուզեց այս պատմությունը եւ նայելով մեր հյուրերին դուք հիշեցիք ձեր հին ընկերներին, ապա շտապեք դիմել Սպասիր ինձ նախագծին։ Մենք անպայման կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։